Սիրելի բարեկամ, դու պատահական չես ծնվել այս աշխարհում։ Ողջույն։ Դուք դիտում եք Կենաց հաց հաղորդաշարը։ Դուք պատահական չեք ծնվել այս աշխարհում։ Ձեր ծնունդը դա սխալմունք չի կամ պատահականություն չի։ Կարող է լինել այնպես, որ ձեր ծնողները չեն ծրագրել ձեզ, բայց Աստված է ծրագրել, որպեսզի դու ծնվես այս աշխարհում։ Մինչև մոր որովայնի մեջ ձևավորվելը Աստծո մտքի մեջ արդեն դու եղել ես։ Սա մի հրաշք է, որի մասին մեզ տեղեկացնում է Աստվածաշունչը, Սուրբ Գիրքը։ Այն փաստը, որ այսօր դու ապրում ես, շնչում ես եւ արտաշնչում ես, դա բացառապես Աստծո շնորհքն է։ Այսօր առավոտ արթնանալով արդեն իսկ կարող ենք ֆիքսել, որ ապրեցինք Աստծո ողորմությունը, որովհետև մինչդեռ մենք քնած էինք, հազարավոր մարդիկ գնացին հավիտենականություն, ով դրախտ եւ ով դժոխք։ Աստված ցանկացել է, որպեսզի դու ծնվես այս երկրի վրա եւ ապրես այս երկրի վրա։ Աստված է նախասահմանել իմ եւ քո դեմագծերը, թե ինչպեսի մենք պիտի լինենք, ինչպեսի գույն պիտի ունենա մեր մաշկը, եւ դու ստեղծված ես եզակի եւ անկրկնելի։ Այն հատկությունները, որ Աստված տվել է քեզ, շատերը ունես միայն դու, ուրիշ ոչ մեկ չունի այդ հատկությունը։ Սուրբ Գիրքը ասում է Սաղմոս 139:15 համարի մեջ. Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը եւ ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Աստծո սուրբ ձեռքերն են ձևավորել քեզ քո մոր որովայնի մեջ։ Եվ սա մի հրաշք է, որի մասին տեղեկանում ենք Սուրբ Գրքից։ Աստված ստեղծել է քեզ ոչ պատահական։ Աստված ստեղծել է քեզ եւ ինձ հատուկ նպատակով։ Նա նույնպես նախասահմանել է ժամանակը։ Դու պիտի ծնվեիր ճիշտ այն ժամանակ, երբ որ Աստված է ծրագրել։ Մենք ապրում ենք ճիշտ այնքան, որքան որ ինքն է կամենում։ Սուրբ Գիրքը ասում է, որ մեր բոլոր օրերը գրված են նրա գրքի մեջ։ Աստված ծրագրել է մեր ծնունդը ավելի վաղ, քան մենք մտածում ենք դրա մասին։ Աստված սահմանել է մեր ծննդյան օրը եւ նաեւ սահմանել է մեր մահվան օրը, թե երբ են ավարտվելու մեր կյանքի օրերը այս երկրի վրա։ Աստված նախատեսել է, թե որտեղ ենք մենք ծնվելու եւ թե ինչպես է դա լինելու։ Հետաքրքիր է, որ նշանակություն չունի, թե ինչպիսի իրադարձությունների հետևանքով ես դու ծնվել։ Աստված է կամեցել, որ դու գաս այս լույս աշխարհը։ Նա մտածել է ամեն ինչ մանրակրկիտ։ Նա մտածել է քո մասին մինչև աշխարհի ստեղծել է։ Ավելին պետք է ասել, որ ամեն ինչ, որ ստեղծեց Աստված, ստեղծեց իր ստեղծագործության պսակի համար, այսինքն քեզ համար։ Եվ Աստված ստեղծում է ամեն ինչ, ստեղծելով բոլոր հարմարավետությունը, որպեսզի ստեղծի մարդուն իր պատկերով եւ կերպարանքով եւ դնի որպես ստեղծագործության պսակը։ Աստծո համար մենք իր սիրո կենտրոնն ենք եւ իր ստեղծագործության կարևորագույն մասն ենք։ Նա մեզ ստեղծել է որոշակի նպատակով եւ մեր կյանքը լի է խորը իմաստով։ Մենք կբացահայտենք այս իմաստը միայն այն դեպքում, եթե Աստված դառնա մեր հենման կետը։ Առանց Աստված մենք չենք կարող իմանալ, թե ինչու համար ենք ծնվել այս երկրի վրա, ինչու համար մենք պիտի ապրենք այս երկրի վրա եւ ինչ է մեզ սպասում ապագայում։ Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը տեղեկացնում է մեզ այս բոլորի մասին։ Դու պատահական չես ստեղծված։ Դու ստեղծված ես հատուկ նպատակով։ Որոնք են այդ նպատակները։ Այդ նպատակների մասին մենք կխոսենք մեր հաջորդ հաղորդումների ժամանակ։ Տերը օրհնի քեզ եւ առաջնորդի գիտակցելու մի կարևորություն։ Աստծո աչքերում դու շատ թանկ ես։ Քեզ նման երկրորդը գոյություն չունի։
դու ստեղծված ես Աստծուց, որպեսզի հաղորդակցություն ունենաս Աստծո հետ։ Տերը օրհնի, որպեսզի ամեն մեկը սիրելի հայրենակիցներ կարողանանք հասկանանք մեր կյանքի նպատակը եւ այն նպատակները, թե ինչու համար ենք մենք ապրում այս երկրի վրա։ Շատերը ապրում են այս երկրային կյանքը, այս կարճ կյանքը եւ չգիտեն, թե որն է նպատակը, ինչու համար են ապրում եւ ամենակարևոր հարցը, շատ խորը եւ փիլիսոփայական հարցը, թե ուր են գնում։ Մարդը չի կարող ապրել մի քանի տասնյակ տարիներ եւ հետո անհայտանա։ Այդպես չի նախատեսված Ստեղծիչի կողմից։ Ստեղծիչի կողմից նախատեսված է, որ մենք ապրում ենք, որպեսզի հասնենք կարևորագույն նպատակի, որը նախատեսված է Ստեղծիչի կողմից։ Հետևեք մեր հաղորդումներին եւ անպայման կգտնեք այս հարցի պատասխանը։ Ինչ նպատակ է Աստված դրել իմ առջև, որպեսզի ես կատարեմ այս երկրային կյանքի ընթացքում։ Շնորհակալ եմ սիրելիներ ձեր ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։